Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տունը ունենք sense քանդված պատեր, այսինքն ջրամատեսիլով ըստ երևույթին տակը սառը ջրամատակարարման խողովակն է գալի, այսինքն այստեղ sense արտահանոցի հատվածն է, էլի պատերը քանդված են, էլի ջրամատեսիլով խողովակաշարն է տակով գալիս հատվածից դեպի այս կողմ էլի նախկինում խոնավացած հանգույց ունենք, որը այս պահին համեմատաբար չոր է, հասկանաք ինչից է։ Դե ինչ ճնշումներ տալով բացառում ենք սառը տաք ջրի համակարգի մեջ անկում, որտեղ ճնշումները բավականին երկար ժամանակ պահեցինք ու պահեց, անցնենք կոյուղու ստուգում։ Կոյուղի նախնական հիդրոխցանով ենք ստուգելու, այսինքն հիդրոխցանել ենք կոյուղագիծը, սա կենտրոնական շենքից դուրս եկող կոյուղագիծն է, հիմա իրան ջրով կլցնենք, որպեսզի դիտարկենք անկում ունենք խողովակաշարի մեջ թե ջուրը բաղանեկու մակարդակային, այսինքն ամենացանկալ հատվածը լողացիքի տրամպն է ջուրը կբարձրացնենք ու ստերից է կդիտարկենք, անկում կա թե ոչ։ Դե ինչ, սիստեմը լցրել ենք, ու հիմա պետք է հասկանանք, այսինքն ինքը անկում ունի, թե ոնց։ Ցավ ու սրտի անկում ունի, այսինքն ինչ-որ տեղից հոսք ունի, այսինքն խողովակաշարը ամբողջովին լցված է, բայց միևնույն է հերմետիկ է, դիտավորից դիտարկում ենք, այս ջուրը անցնում ենք տեսադիտարկման։ Վալետի հատվածից դիտարկելով, այսինքն խորության վրա այստեղ ունենք ջարդված հանգույց, բայց ներքևը ջուրը ապահովելով, այսինքն ինքը վերևի մասն է, այս մեր ջրի մեծ կորուստը կարող է սրանով պայմանավորված լինել, բայց այս խանավությունները սրա չի կարող պայմանավորված լինի, որտեղ միայն խցանման դեպքում ինքը կարող բարձրանա վերև, բայց խողովակաշարը խցանված չի, այսինքն մանենգալի ուրիշ խնդիր։ Դե ինչ մի հատ գլոբալ խնդիր գտնվել է այս լվացարանի հատվածում, այսինքն խնդիրը հետևյալում է։ Այսինքն խողովակաշարը այսքան մոտավորապես 20 սանտի խողովակի մեջ մտած չի, այսինքն հեսա ինքը անջատված է, այս արանքը անգամ ծակ է, այսինքն ջուրը ամեն անգամ լվացարանը, մեկ է լվացքի մեքենան է տեղ կապցած, ամեն անգամ այդ օգտագործելուց չափաբաժին ջուրը լցվել է տանտակը։ Սա է երևի թե գլոբալ հիմնական խնդիրը, խողովակաշարը շարունակենք ուսումնասիրելը։ Քանի որ գիծը խիստ խցանված է, այսինքն պատերը ամբողջովին կեղտով փակված են, էլի, այս պայմաններում տեսադիտարկել այլ խնդիրներ հնարավոր չէ, դրա համար մենք հեսա հիդրոդինամիկ լվացումից հետո նոր կտեսադիտարկենք։ Լվալուց հետո ասես մի հատ, այսինքն էլի փախած ռաստրուկա եմ դիտարկում, բայց շատ վտանգավոր չի սա, որտեվ այտենց կարևոր ռեզինը բաց չի, հեսա պատվիրատուի տեղը կասեմ, այսինքն ունենք